այսօր ուշագրավ այսպես հայտարարություններ արեց Նիկոլ Փաշինյանը իր հերթական ճեպազրույցում նա շարունակեց հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին բարձրաստիճան մեղադրել տարբեր գործողությունների մեջ, նաև երկիրը հասարակությունը պառակտելու։ Դուք ինչպես եք պատկերացնում հանգուցալուծումը, եթե մեր 4 սրբազաններ այս պահին կալանավորված են, եթե եկեղեցին շարունակում է թիրախում մնալ։ Նախ երկրի գլխավոր գերագույն պառակտիչը Պարզաովա, դրա անունը Նիկոլա Ազգանու Փաշինյան։ Այդ մարդն է պառակտել, այդ մարդն է սև ու սպիտակի բաժանել, նախկին ներկայի բաժանել, այս տարածաշրջանի, այն տարածաշրջանի, գիտեք իր նախկինում խոսույթ է արցախցի մեր քույր եղբայրների հետ կապված, գիտեք որ եկեղեցին ահմի պառակտում, այսինքն ինքը պառակտման մարմնավորումն է, էլի, եւ խոսել պառակտման մասին, որ երկիրը արդեն ընտանիքների մեջ է մտել, ընտանիքի ներսն արդեն պառակտում մստում, ավելորդ է, էլի, այսինքն պարզա թիվ 1-ը ինքն է եւ որևէ մեկը պառակտման կողմնակից չի, հակառակը միաբանության կողմնակից է եւ հայ առաքելական սուրբ եկեղեցին այն տեղն է, որտեղ որ ինքը հիմա կներեք այս արտահայտությանս համար սրբապղծություն է կատարում եւ դա ավելի քան ակնհայտ է։ Ինչ վերաբերվում է սրբազանների հետ կապված, սրբազանների գործն էլ ակնհայտ չի գործ, դրա մասին բազմաթիվ անգամներ ասել են եւ այսօր դատական նիստերի դահլիճում ուղիղ սրբազան հայրը ասեց դրա մասին։ Այս ընթացքում լի ժամանակ կար այդ ամեն ինչը քննության առարկա դարձնելու, հետազոտություններ անցկացնելու, բոլոր այն կեղծ ձայնագրությունները, մոնտաժված ձայնագրությունները, այդ փաստաթղթերը մեկի ջեբը պլան գցելով, մեկի ջեբը հեղափոխության պլան գցելով, նենց չի էլի, որ իրենք վաղը միսօր պատասխանատվությունից խուսափելու են։ Բոլոր այն մարդիկ կրկնում են, բոլոր այն իրավապահ համակարգի ներկայացուցիչները, որոնք մասը կկազմեն այս կեղծիքի եւ հակաօրինական եւ ապօրինի գործընթացի, այդ մարդիկ ամենախիստ պատժեն ենթարկվելու օրենքի ամբողջ խստությամբ։ Ժամանակը գալու է եւ այդ մարդիկ պիտի գիտակցեն, որ օրենքից դուրս որևէ գործողություն անելու իրավունք չունեն։ Եվ այդ առումով նաեւ Սրբազանը ասեց, մենք էլ ազգային ժողովում փաստում ենք եւ վկայում ենք, որ եղել է նման պնդումներ, իրենք խոստացել են այդ ամեն ինչը անեն, բայց չեն արել, որովհետև ձեռ չի տալիս, որովհետև գիտեն, որ այս ամեն ինչը կեղծիք է եւ սուտ է, եւ այս արշավները սրբազանները ինչու են անազատության մեջ, ինչու են կալանքի տակ։ Մի պարզ պատճառով, որովհետև քանդման, պառակտման գործընթացը Նիկոլ Փաշինյանը սկսել է 18 թվականի իր իշխանության գալուց հետո նոր Հայաստան նոր հայրապետ։ Պարոն Դանիելյան, դուք պարբերաբար տեսակցում եք սրբազանների, արշակ սրբազանի նկատմամբ այդ խիստ միջոցները, որ կիրառում են, թույլ չտալ շփվել եւ այլն, նպատակը որն է, ինչ վախեր ունեն, թե ուզում են լրիվ մեկուսացնել եւ այսպես հոգեբանորեն ճնշել։ Նախնական փուլում ես ուզում եմ նաեւ հիշեցնել ձեզ, որ Մկրտիչ սրբազանի տեսակցություններն արկելված, Միքայել Սրբազանինը չեն արկելել, որովհետև արդեն դատական կեղծ ապօրինի որոշում կա կայացված։ Այս հարցում իհարկե այդ ճնշումները նաև Արշակ Սրբազանի վրա կար։ Արշակ Սրբազանն էլ իր հայտարարության մեջ նշել, որ մինչև էտել նաև իր վրա են փորձել ճնշումներ գործադրել, այսինքն միանալ տիրադավներին կամ գնալ անազատության մեջ հայտնվել, եւ Արշակ Սրբազանը ընտրել է ճիշտ ուղին, չի համաձայնվել եւ իր տեսակը հենց փաստում է նրա մասին, որ ինքը համագործակցության չի գնացել եւ տիրադավերի եւ սրբապիղծների, ասենք այդ առաջարկը մերժել է եւ դրա համար հայտնվել անազատության մեջ։ Այն մյուս բոլոր սրբազանները, որոնք որ տարբեր ըստ օդում կախված տեղեկությունների տարբեր գործերով անցնում են, օրինակ հարց չի առաջանում, թե որոշ սրբազաններ, որոնց որ ժամանակին Նիկոլ Փաշինյանն ասում էր, չգիտեմ, այս կամ այն գործերով են առնչվում, չգիտեմ, տարբեր կոռուպցիոն սկանդալների եւ այլ։ Հիմա գնացել է թղթի վրա գրել է Նիկոլ Փաշինյան վարչապետ, իրանց էլ կանգնեցրել է, տակը ստորագրել է տալիս։ Ասում բոլորի համար մենք բաց ենք, բոլոր մեղավորների համար եւ այդ Ինչի Արշակավանն է ստեղծում էլի, ասենք Արշակավան քաղաք ստեղծի, իրան բանան էլի, ասենք բոլոր են մարդիկ, որոնք որ օրենքի խնդիր ունեն, որոնք բարոյականության հետ խնդիր ունեն, գալիս է Նիկոլ Փաշինյանի մոտ եւ Նիկոլ Փաշինյանը նորոգում է, ասենք բանը անում, ինքը մեղքերի թողություն է տալիս, ինքն է էլի արդեն այդ պարտականությունները ստանձնել է, այդ մեղքերի թողությունը երևի իր լիազորությունների տիրույթում է, էլի, եւ դրա մասին ակնհայտ են խոսում։ Ասում են խնդիր չկա, ով ինչ գործով անցել է, ով ինչ խնդիր է ունեցել, ով ինչ պրոբլեմ է ունեցել, թե բարոյական ինքը նորոգում է, ինքը նորոգիչն է, էլի։
ինքը նորոգիչն է եւ նորոգում է եւ խնդիր չկա, խնդրեմ չկա։ Եթե այդ պարզա չէ սկզբունքը որն է, սկզբունքը մեկն է։ Հավատարմության երթում ես տալիս Նիկոլ Փաշինյանին եւ ոչ մի գործ, ոչ մի խնդիր, ոչ մի խնդրեմ չես ունենում։ Բարենորոգվում ես եւ հանգիստ եւ խաղաղ կյանքով ես ապրում, բայց կրկնում եմ, նաեւ այս գործընթացը, որ տեղի է ունենում, սա նաեւ ես մի երկու օր առաջ եմ սրա մասին խոսել, տիրադավների տունը կռիվ է ընկել։ Իրենք իրենց մեջ ունեն խնդիրներ եւ դրանով էլ պայմանավորված Նիկոլ Փաշինյանը կանչել է կառավարական ամառանոց եւ չէ, ոչ թե հաշտեցնի, ցույց տա, որ մենք հլա դեռ կանք, մենք հլա դեռ կանք եւ ձախողված փորձը եկեղեցու դեմ գրոհի ձախողված փորձը հիմա փորձում է որոշակի վարչական լծակներով բանով եւ այդ ուխտերն էլ է դրա մասին փաստում։ Ամբողջ Հայաստանի վարչական ռեսուրսը ներդնել մարդկանց գործից ազատելով սպառնալ, դրա մասին բազմաթիվ տեսանյութեր, ձայնագրություններ կան եւ հավաքես, չգիտեմ, 1000 կամ 1500 մարդ, սա տոտալ ձախողում է։ Ժողովրդին չթվա թե որոշներին մոլորեցնելով, որոշ մարդկանց մոլորեցնելով իբր ցույց տան, որ գիտեք ինչ կա, իր շուրջը համախմբված մարդիկ կան։ Փողոցը իրենը չէ, ժողովուրդը իրեն մերժում է, ինքը մնացել է վարչական լծակների եւ մի քանի տիրադավների, այսպես ասած, հույսին է մնացել։ Հասկանալի է, շնորհակալ։